Թական իրավունքի վկայականի համար հանձնելիք քննությունից առաջ քաղաքացիները պարտավոր են լինելու կրթություն ստանալ ավտոդպրոցներում։ Ներքին գործերի նախարարը ավտոդպրոցների եւ հաշվառման քննական ծառայությունների ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոսել է վարորդական իրավունքի տրամադրման համակարգի կատարելագործման մասին եւ ֆիքսել վերը նշված փոփոխության հնարավորությունը։ Նախարարը նաեւ խոսել է ավտոդպրոցներում կրթական բաղադրիչի ուժեղացման մասին։ Փորձագետների կարծիքով սպասվելիք փոփոխությունը դրական ազդեցություն կունենա երթևեկության որակի վրա, բայց պետք է ջանքեր գործադրել, որպեսզի ավտոդպրոցներում կրթությունը չվերածվի թղթավաճառության։ Երկու խնդիր։ Առաջինը, որ վերահսկողություն նորմալ լինի, ոչ թե հիմիկվա տեստուգման կետերի պես, ավելի հաճախ մարդիկ փողը տալիս են, թուղթը վերցնում գնում են։ Եվ երկրորդը, ոչ լիցենզավորման process-ում հանկարծ չգործեն կողմնակալ մոտեցումներ, այսինքն այնպես պայմաններ չդնեն, որ արդյունքում բազմաթիվ փոքր, բայց որակյալ ավտոդպրոցներ օրինակ չկարողանան բավարարեն այն պահանջները, որոնք կներկայացնեն, որ վերջում հանկարծ երկրում ընդամենը 2 ավտոդպրոց։ Հանցագործությունների ընդհանուր թիվը երկրում նախորդ տարվա համեմատ նվազել է ընդամենը 65-ով կամ 0.3%-ով։ Ընդհանուր առմամբ այս տարվա 6 ամսում գրանցվել է հանցագործության 21960 դեպք։ Ներքին գործերի նախարարությունը վստահեցնում է, թե հանցավորության դեմ պայքարում կենտրոնանալու է ոչ միայն դեպքերի բացահայտման, այլև դրանք ծնող պատճառների վերացման վրա։ Մեզ համար շարունակում է մարտահրավեր մնալ քրեական ենթամշակույթը եւ մեր քաղաքականությունը այստեղ շատ հստակ է, մենք անզիջում պայքար ունենք այս երևույթի նկատմամբ։ Հանցավորությունը ծնող պատճառները խորքային են, նկատեց փոխնախարարը, իսկ դրանց նվազումը ոստիկանությունում պայմանավորում են սեփականության եւ մարդու դեմ ուղղված հանցագործությունների թվի կրճատմամբ։ Քանի որ հաշվետու ժամանակահատվածում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը ընդհանուր հանցագործությունների կազմում նվազել է 1.9%-ով։ Արձանագրված դեպքերի 88.2%-ը նվազ հանրային նշանակություն վտանգավորության ներկայացնող ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործություններն են, իսկ 11.8%-ը ծանր եւ առանձնապես ծանր դեպքերը։ Աճել է ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը, ոստիկաններն են ասում։ ԵԱԿ գործընկերների կողմից այս տարի նույնպես կատարվել է հանրային հարցում եւ ի թիվս մի շարք այլ հարցերի, նաեւ հարցմանը պատասխանող ուրեմն քաղաքացիներից 74.6%-ը վստահում է կամ առնվազն չեզոք դիրք ունի ոստիկանության գործունեության նկատմամբ։ Փորձագետները սակայն հակադրվում են, պնդում են, թե ծառայողները մարդկանց հետ շփվելիս երբեմն կարող են ներկայացնել պահանջներ, որոնք հետագայում իրավական նորմերով չեն հիմնավորվում։ Հարության շրջանում ծառայողների նկատմամբ վստահությունը նվազել է։ Կարողանում քաղաքացիների հետ դիսկուսի մտնել որպես իրավաբան, այսինքն իրենց թվում է, թե իրենք ունեն կոնկրետ անձեռնմխելիություն եւ եթե գրում են համազգեստ, ապա կարող են քաղաքացիների հետ խոսել ոնց ուզում են, ինչ տոնով ուզում են։ 2026-ի առաջին կիսամյակում գրանցվել է անչափահասների մասնակցությամբ հանցագործության 178 դեպք։ Երեխաներին հանցավոր գործունեության մեջ ներքաշելու համար ըստ փաստաբանների ակտիվորեն օգտագործում են սոցիալական հարթակները։ Ավելացել է թմրանյութերի ապօրինի իրացման հանցակազմի հետ կապված ու հիմնականում Telegram եւ TikTok հարթակներում անչափահասների համար դա հրապուրանք է հեշտ ձևով գումար աշխատելու եւ առանց հասկանալ ինչի մեջ են ներքաշվում, ուղղակի մուտք են գործում։ Միտեղ, որից հետո շատ դժվար է դուրս գալը։ Երկրում 6 ամսում արգելավել է ավելի քան 320 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց։ Փաստաբանները սակայն մնում են այն համոզմանը, թե միայն վիճակագրական բարելավումները չեն նշանակում, թե խնդիրը վերահսկելի է դարձել։ Այն օղակները, որոնք ուղղակի զբաղված են սպառելով կամ ձեռք բերելով, բնականաբար դրանք այդ բուրգի փոքր մասերն են։ Եվ դրանց հարվածելով օգտակար գործողության գործակիցը իրավապահ համակարգի շատ չնչին է։ Ոստիկանության նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու համար ըստ մասնագետների անհրաժեշտ է պարբերաբար վերապատրաստել հատկապես քաղաքացիների հետ անմիջական շփում ունեցող ծառայողներին, բարձրացնել նրանց մասնագիտական պատրաստվածությունը ու բարևարքության չափանիշները։
Ոստիկանությունը տարբեր բնակավայրերի ավելի քան 10 հավաքատեղիում շրջայցեր է իրականացրել, հայտնաբերվել եւ ոստիկանության բաժիններ են ներկայացվել 266 անձինք։ Միջոցառումների ընթացքում հայտնաբերվել են նաեւ թմրամիջոցներ, կանեփի թփեր, դանակներ եւ զենք զինամթերք։ Ոստիկանությունը նշում է, որ նման կանխարգելիչ միջոցառումները պարբերական բնույթ են կրում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերթական ստուգայցն է կատարել Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։ Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է, գրել է նախարարը եւ տեղադրել գիծ տեսանյութ։ Անցած 7 տարիների ընթացքում մեր հարաբերությունները Եվրամիության հետ էապես խորացել են։ Լրագրողների հետ զրույցում ասել է իշխանական падգամավոր Արման Եղոյանը։ Ըստ падգամավորի համագործակցությունը եղել է անվտանգային, ռազմական, քաղաքական եւ այլ ոլորտներում։ Դրանցից առանցքայինը Եղոյանը համարել է եվրոպական դիտորդական առաքելության գործունեությունը մեր երկրում։ Մենք ահռելի մեծ աշխատանք ենք տարել։ Ընկերներ, ես դες մի բան ասեմ, էլի, բազմաթիվ բաներ են տեղի ունեցել օրենսդրական մակարդակում, ենթաօրենսդրական մակարդակում, որոնք բխել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության համաձայնագրից, որոնք, գիտեք, այդքան չի թմբկահարվել եւ սննդի անվտանգության ոլորտում եւ, չգիտեմ, հանրային դատաիրավական բարեփոխումների հետ կապված եւ թմբկահարում եք ԵՄ-ի հետ կապված, որովհետեւ դրանք տեխնիկական, մի քիչ գիտեք, դրանք տեխնիկական հարցեր են, օրինակի համար սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից Եվրամիության ստանդարտները իրանք այդպես, գիտեք, այդպես մեծ տառերով տրաֆարետային գովազդի ենթարկելու համար չեն։ Իրանք միտված են փոխելու մեր ամենօրյա կյանքը, բարձրացնելու մեր կյանքի որակը եւ բազմաթիվ բարեփոխումներ այդ առումով կատարվել են եւ դուք չեք հերքի, չէ՞, օրինակ, որ հիմա օրինակ Հայաստանի Հանրապետությունում կյանքի որակը հիմա է ավելի մոտ Եվրամիության ստանդարտներին, թե սրանից 10 տարի առաջ։ Դատարանների ծանրաբեռնվածությունն ու դատական ակտերի կազմման երկարատևությունը հիմնախնդիրների այն շարքերից են, որոնք շարունակում են մնալ հանրային ուշադրության կենտրոնում։ Դժգոհությունների մեղման ու վերացման նպատակով Արդարադատության նախարարությունը հանդես է եկել նոր առաջարկով։ Նոր փոփոխությամբ առաջարկվում է կրճատել դատավճռում առկա կրկնությունները եւ արագացնել դրանց կազմման գործընթացը։ Հանրային քննարկման ներկայացրած նոր նախագծով դատաքննության ընթացքում հետազոտված թույլատրելի ապացույցները դատավճռի նկարագրական մասում պետք է միայն հիշատակվեն առանց դրանց ամբողջական բովանդակությունը վերարտադրելու։ Միաժամանակ դատավճռներում շարունակելու են ներկայացվել ապացույցների գնահատականները, դրանց հիման վրա հաստատված կամ հերքված հանգամանքները, ինչպես նաև դատարանի փաստական եւ իրավական հետևությունները։ Դատաքննության ընթացքում հետազոտված թույլատրելի ապացույցների ամբողջական վերարտադրման անհրաժեշտությունը էականորեն երկարացնում է դատավճռի կազմման գործընթացը, ինչպես նաև հանգեցնում անհարկի կրկնության։ Առաջարկվող փոփոխությունը կնպաստի օրենքով սահմանված ժամկետում դատավճռի կազմմանը եւ տրամադրմանը։ Քննարկվող առաջարկը միտված է նաեւ դատարանի ծանրաբեռնվածության նվազեցմանը, ապահովելով արդարադատության որակը եւ անձի հիմնարար իրավունքները, այդ թվում գործի քննության ողջամիտ ժամկետները։ Փաստաբանները, սակայն, դատարանների գերծանրաբեռնվածության հիմնական պատճառը միայն դատական ակտերի ծավալը չեն համարվում։ Նրանց գնահատմամբ խնդիրները սկսվում են դեռևս միջդատական վարույթից, երբ դատարանն են ուղարկվում նաև ոչ բավարար հիմնավորված մեղադրանքներով կամ վիճահարույց ապացույցներով գործեր։ Այդ օրինակ գործերի քննությունը լրացուցիչ ժամանակ եւ ռեսուրս է պահանջում, իսկ որոշ դեպքերում ավարտվում են նաև արդարացման դատավճռով։ Ավելի խորքային խնդիրը հենց նա է, որ ինչ գործ ասես ուղարկվում է դատարան։ Մենք հրապարակային դաշտում ականատես ենք լինում բազմաթիվ արդարացման դատական ակտերի։ Սա ինչի մասին է խոսում։ Խոսում է, որ մեղադրական եզրակացությունների մեծ մասը պատշաճ հիմնավորված չեն ուղարկվում դատարան։ Դրանց հիմքում են դրվում անթույլատրելի ապացույցներ։ Փաստաբանների դիտարկման ապացույցների բովանդակության բառացի վերարտադրումից հրաժարվելը կարող է որոշ չափով կրճատել դատավճռի կազմման համար պահանջվող ժամանակը, սակայն դատարանների ընդհանուր ծանրաբեռնվածության նվազեցման վրա էական ազդեցություն ունենալու համար անհրաժեշտ են նաև հանգամանքային լուծումներ։ Դրանք պետք է վերաբերեն ոչ միայն դատական ակտերի կառուցվածքին, այլ նախաքննության որակին, ապացույցների թույլատրելիությանը եւ դատարան ուղարկվող քրեական գործերի հիմնավորվածությանը։
Ռուզանը տագնապահար վիճակից նոր է դուրս եկել։ Երեխայի կյանքը փրկել են, բայց իր սթրեսը, ասում է, դեռ չի անցել։ Մի տեսակ մեղավոր է զգում։ Տեղատուփը թողել է պատուհանագոգին, տղայի ձեռքը հասել է, վերցրել է դեղը ու խմել։ Երեխան պատահաբար վերցրել էր դեղը ու օգտագործել։ Սկզբում չէինք նկատել։ Երբ հասկացանք, որ իրան վատ է զգում, թույլ է, միանգամից տարանք հիվանդանոց։ Այնտեղ մանրամասն հետաքրքրվեցինք ինչա օգտագործել, ինչ քանակությամբ։ Անհրաժեշտ բուժում ստացավ երեխան մի քիչ բժիշկների հսկողության տակ ու դուրս գրվեց հիվանդանոցից։ Դեղորայքից եւ կենցաղային քիմիական նյութերից երեխաների թունավորման դեպքերը Հայաստանում գրեթե կրկնակի աճել են։ Եթե 2025 թվականի առաջին կիսամյակում գրանցվել էր 256 դեպք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում դրանց թիվը հասել է 464-ի։ Առողջապահության նախարարի գնահատմամբ հիմնական պատճառներից մեկը վտանգավոր նյութերը երեխաների համար հասանելի տեղերում պահելն է։ Հեռացրեք երեխաների հասանելիության դաշտից կենցաղային քիմիան եւ դեղորայքը։ Շատ զգույշ պետք է լինել, անուշադրությունը ուղղակի ճակատագրական կարա լինի երեխայի համար։ Մասնագետները նկատում են, թե միայն մեկ տարվա տվյալների համեմատությամբ հնարավոր չէ վերջնականապես պնդել, որ թունավորումների իրական տարածվածությունը այդքան աճել է։ Դեպքերի թվի ավելացումը կարող է պայմանավորված լինել նաև նրանով, որ հիվանդանոցներում այսօր դրանք ավելի մանրամասն են հաշվառվում, իսկ համապատասխան մարմիններին տեղեկացնելու վերահսկողությունը ուժեղացել է։ Պարզապես հաշվետվողականությունն ավելի թույլ եղել, հետևաբար հիմա շատ ավելի ուշադիր են, առողջապահական համակարգը միկրոսկոպի տակ է, յուրաքանչյուր դեպք, որը հիվանդանոցա դիմում, սկսած տրավմայից վերջացած թունավորումներով եւ այլն, շատ ավելի այսպես մանրակրկիտ է ուսումնասիրում եւ ավելի հստակ ամրագրվում է, դրա մասին հայտնում են համապատասխան օրգանների։ Խնդրի ամբողջական պատկերը հասկանալու համար ըստ փորձագետների անհրաժեշտ է ուսումնասիրել առնվազն 5 տարվա տվյալները, տարանջատելով նաև թունավորման պատճառները, նյութերի տեսակները եւ երեխաների տարիքային խմբերը։ Միաժամանակ ըստ մասնագետների կենցաղում քիմիական նյութերի օգտագործումն ավելացել է, ինչն անվտանգության կանոնները չպահպանելու դեպքում մեծացնում է պատահական թունավորման վտանգը։ Խնդիրը կապում են նաև առանց բժշկի նշանակման դեղեր, հատկապես հակաբիոտիկներ օգտագործելու տարածված սովորության հետ։ Եթե հանկարծ մի բժիշկ գտնում, որ այս պահին պետք չի նշանակվի, փորձում են ավելի առողջ մեթոդով, այդ դեպքում են անցնում անտիբիոտիկին, շատերը չեն ընդունում բժշկի ասածը ու իրանք չեն ինքնուրույն անտիբիոտիկ անպայմանորեն օգտագործել, այդ կուլտուրան դեռևս մեր Հայաստանում կա։ Երեխաների հակաբիոտիկների ինքնուրույն օգտագործման հետևանքները կարող են ի հայտ գալ ոչ թե անմիջապես, այլ որոշ ժամանակ անց։ Դեպքերի նվազման համար փորձագետները անհրաժեշտ են համարում ոչ միայն ծնողների զգոնությունը, այլև անվտանգության կանոնների վերաբերյալ շարունակական իրազեկումը եւ թունավորումների պատճառների առավել խորքային ուսումնասիրությունը։ COP17-ով պայմանավորված Երևանի դպրոցները սեպտեմբերի 15-ից 5 շաբաթ կաշխատեն 6-օրյա ռեժիմով, հայտնում են ԿԳՄՍ-ից։ Դրա հաշվին աշակերտները հոկտեմբերին կունենան երկշաբաթյա աշնանային արձակուրդ 1 շաբաթվա փոխարեն։ ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17-րդ համաժողովը կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը։ Գտնվում ենք կենտրոն վարչական շրջանի Չարենցի փողոցում, որտեղ տեսնում եք ժողովուրդ ջան, ստեղծվել է մինի աղբավայր։ Մինի աղբավայրը Երևանի սրտում է, բայց հարցը միևնույն է լուծում չի ստանում։ Աղբն ավելանում է, տանող չկա։ Առանց չափազանցության մի բեռնատար այստեղից աղբ պիտի տեղափոխվի, հետաքրքիր է ով ում վրա է գցելու այս աղբի մաքրելու, աղբը հեռացնելու գործը։ Համաճարակի վտանգ է հասունանում, տարածքում գարշահոտ է ու հակասանիտարական վիճակ։ Տարածքում նաև տիրում է գարշահոտ հակասանիտարական վիճակ։ Զարմանալի է, որ այս պատկերը չի անհանգստացնում ոչ կենտրոն վարչական շրջանի ղեկավարին։ Տարածքում աղբ չթափող բնակիչները դեմ չեն, որ նույն տեղում տեղադրվեն տեսախցիկներ աղբ թափող բնակիչներին հայտնաբերելու համար, բայց պատկան մարմիններին հորդորում են մինչ այդ մաքրել տարածքը։